Գյումրեցի մարզիկները կրկին փայլել են Եվրոպայի առաջնությունում։ Ռուսաստանի Կազան քաղաքում տեղի ունեցած առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից միակ ոսկին նվաճել է 52 կիլոգրամ քաշային գյումրեցի սամբիստ Գրիգոր Մխիթարյանը։ Բրոնզե մեդալակիր է դարձել կրկին գյումրեցի Մաքսիմ Մանուկյանը։ Նորընծած չեմպիոնին եւ մեդալակրին տապնեպսակներով դիմավորեցին Գյումրու մուտքի մոտ։ Շնորհավորանքներ ստանալուց հետո սամբիստները կիսվեցին տպավորություններով։ Նշենք, որ Գրիգոր Մխիթարյանը եզրափակչում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Արտուշ Ասրյանին։ Հզոր տեղ էր, ուժեղ տեղ էր, բայց դա ընդհանրապես մարզիկի համար պետք է կարևոր չլինի ազգությունը կամ հայ լինելը։ Դու գնացել ես հաղթելու, ուրեմն քո գործը միայն այդ բանին դա պետք է լինի, հաղթես եւ վերադառնաս տուն։ Զգացողությունները շատ բարձր է, առաջերտին որ հայկական հիմնը հնչեց Ռուսաստանի Կազան քաղաքում։ Մխիթարյանը կարողացավ նաև ապացուցել, որ մարզական սամբոյում էլ գյումրեցիները չեն զիջում Եվրոպան ոչ մեկի։ Գրիգոր Մխիթարյանը 2016 թվականի Շիրակի մարզի արդեն երրորդ Եվրոպայի չեմպիոնը դարձավ Վարշան Պորանյանից եւ Նազիկ Աբդալյանից հետո։ Գրիգոր Մխիթարյանը դարձավ երրորդ մարզիկը Շիրակի մարզի պատմության մեջ Գուրգեն Թութխալյանից եւ Երվանդ Գրիգորյանից հետո, որը հաղթել է սամբոյի Եվրոպայի առաջնությունում։ Իր արդյունքից դժգոհ չէ բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը, ավելի բարձր տեղ կարող էր գրավել, եթե չխանգարեր վնասվածքը։ Արդյունքիցս որոշ չափով գոհ եմ, քանի որ ծերիս պատճառով է եղել այս ամեն ինչը, թե չէ գնացել է որ հաղթեի։ Հաջորդ անգամ ամեն ինչ անեմ որ հաղթեմ աշխարհին։ Անցյալ տարի նույնպես բրոնզե մեդալ է շահել, այս տարի էլ իր մեդալի գույնը չկարողացանք փոխենք վնասվածքի պատճառով։ Հետագա հաջողությունների լուրջ ակնկալիքներ ունենք, լուրջ քայլեր հետագա հաջողություններ ապահովելու համար։ Սպասելիքները գյումրեցի մարզիկներից միշտ մեծ են, ցույց տված արդյունքներով եւ նվաճած մեդալներով են ստիպում բոլորին մտածելու միայն ոսկե մեդալների մասին։ Գրիգորը հաղթեց իր բարձր սպորտային վարպետության շնորհիվ, իր բարձր տեխնիկական եւ տակտիկական եւ տաղամարդկության շնորհիվ։ Սպորտում հաջողության հասնելու եւ ոսկիներ նվաճելու համար կարեւոր է, որ մարզիկները մարզվեն հարմար պայմաններում։ Գյումրին այս առումով մասնավորապես խոսքը վերաբերում է սամբո մարզացևին ամենավերջին տեղում է։ Չնայած դրան գյումրեցի սամբիստները կարողացան բարձր պահել երկրի, մարզի, քաղաքի պատիվը միջազգային ասպարեզում։ Չեմ կարող ասել, որ երկրորդ պլան է գնում մարզապազաները, բայց փաստ է, որ մեր մարզապազաների վիճակը այդպեսին է։ Բայց տղաներին հալալ է տարբեր մարզաձևերից, սա է գյումրեցու թասիբն ու պատիվը։ Հապետ Հարությունյան, Արթուր Մարգարյան, այսօր։